Չորս հատ վերի հատում եմ տեսել։ Առաջինը ոտը ստենդավորել են, հետի լելա մայիսի 30-ին, հիշում եմ, որ պետքա ամսի 14-ի հունիսին պետքա ինձանի երկրորդ ոտի սպանել, ստենդավորումը։ Այն ժամանակ ջերմությունը չգիտեմ ինչ դրել է, թե ինչ չելև, ջերմությունը սին բարձանում էր, օրիսոր ճնշումը սիշնում էր։ 60-ամյա Մանվել Հայրապետյանը 1989 թվականին Կիրովաբադից նախ Սպիտակ, ապա Մեծայրում է բռնագաղթվել։ Առողջական վիճակից, տան պայմաններից ու ֆինանսական դժվարություններից է խոսում։ Տան հիմնական պատերից մեկն ամբողջությամբ, մյուսները մասնակի փլուզվել են։ Ասում է գրեթե ամեն օր պատերից նոր քար է պոկվում, նորոգել չի կարողանում։ Եկա ժամանակ այս տունը ճիշտ ասած, որ ասեմ որակով կարգին տունալը ոչ, այն ժամանակ ճաքեր եղել ապրեն։ Հնարավորություն չլե, որ այդ ճաքերը կամ առաջարնենք կամ էլ ինչ անենք։ Այստեղ պատ ա եղել հիմա։ Այո։ Եվ այս կողքի պատերն ա փլվում, հնարավորություն չունեմ ոտի կայնացնեմ։ Ֆինանսի հարցերն անցած տարի եմ անցկացել, չեկնեք, նախած տարի դեկտեմբերին եմ էլի ապրեն, անց ենք ասել թոշակի։ Տունը միայն դրսի կողմից չէ, որ վնասված է, պայմանները բարվոք չեն նաև տան ներսում, վնասված են հատակը, տանիքը, ներսի պատերը, չկա բավարար գույքու ապրելու համար անհրաժեշտ պայմաններ։ Տախտական մեխա, տախտակի հետ ժշնամեխած, որ այնքան շատ քամի չանի, ցուրտը չտա մեջ, այնքուրը պատվապշը չկա։ Մենք հեսան ենք մնում, հա։ Это ճիշտ ասած ես երկու կրեսլոն ու դիվանն իմ ախպերն ասած հայք գնատանից վերցրու, վերցրել եմ բերել, հիմիկ որ ըստեղ դերել դա մի քիչ ճիշտ ասած կրավաթը ուրիշ տեղ ալել, բայց մի քիչ մտածել եմ պրտես տեղափոխել եմ այս կորը, որ ասեմ աստված հեռու տան, եթե անկարծ, որ կրիշը նստի, որ սրանք պահիլ տեն, լրի մեր վրա չենք նևում։ Քշերը կավակնա ժամանակ, ոնց է, կրիշն է ինքնի ներքև։ Տան տանիքը ևս անմխիթար վիճակում է գտնվում, անձրևաջրերը անարգել տուն են լցվում։ Այնա, մտիկ արի խնդեր վերև, չկա։ Դրան կողքից է ունեցել, որ պետք է իշնենք մի քիչ ներքև ընդես կերևա։ Ենա լրիվ ինչ գործը նկա, խեքշի վզին ամնացել։ Ճիշտ տենում եմ սիրտս պայթում, ինչ անեմ։ Մանվել Հայրապետյանը երկու որդի ունի, որոնք առաջին կնոջ հետ են ապրում, բայց հնարավորության սահմաններում օգնում են իրեն։ Մանվելը հիմա ապրում է երկրորդ կնոջ Դիանայի հետ, համացանցով են ծանոթացել։ Դիանա, իջի, ասեցենա, ես ուրանից վաղուցա բաժանում, ես ուրա հետ բաժանվել եմ, որ կուջը սիլելա 10 ամսեկանի, համարյա 19 տարի ես իմ կնոջից բաժանում, առաջվանից։ Բայց ես մեկն հանդիպել, ամեն ինչը հոգսը տանում է, ուշկը միտքը տան վրա է և իմ վրա է։ Ոնց որ մի նորատին երեխա, իլեմ ես ուրա ձեռի տակ, այդ է հենց։ Мы долгое время переписывались по Фейсбуку, ну вот решила приехать навестить. Երկար ժամանակ շփվել ենք Facebook-ի միջոցով, հետո որոշեցի հյուր գալ, տեսնել ինչպես է ապրում, եկա հանդիպեցի, նա այսպես հիվանդ չէր, համավարակից հետո նրա հիվանդություններն ի հայտ եկան, ոտքերը սկսեցին ցավել, առողջ մարդ էր, բայց ձորն ընկավ, այդպես ես մնացի այստեղ։ А раньше он здоровый мужик был, так я и осталась. Ինք առանց ես չկարում մնա, ես չեմ կարում առանց ուրա։ Հենա ինքնաբերգեմ խոսքի ուր ասած ռոպեից մի 5 րոպե ուշանում է, ասում աղջի ես ուշացել, բայց ես մտածում, բայց ուշքից մեծքից քո վրա է։ Դիանան էլ 3 դուստր ունի, 2017 թվականին է Հայաստան եկել Լատվիայի Ռիգա քաղաքից, ասում է Հայաստանը տեսնելն իր երազանքն է եղել։ В начале года я что-то там какую-то статью лайкнула его. Տարվա սկզբին ես համացանցում հավանեցի նրա հրապարակումներից մեկը, նա գրեց, ես պատասխանեցի եւ արդեն տարվա վերջին եկա Հայաստան։ Նոյեմբերի 17 թվին, այսօր հիշում եմ, նոյեմբերի 17-ին, նոյեմբերի 17 թվին։
Այն ժամանակ տունն այսքան վթարային չէր, հիմա այնքան է խարխրվել, որ արդեն վախով են ապրում այստեղ։ Վախ տակ ենք ունեմ, բայց հույսերներս ասու վրա ենք ցել։ Գլուսացնեք ամել ոչ։ Բայց նա փարկասո առայժմ տերը մեզ պահում է։ Մինչև առողջական խնդիրների հայտ գալը Մանվելը կարողացել է տարբեր աշխատանքներ կատարել, գումար վաստակել։ Հիմա այլևս ի վիճակի չէ։ Միակ եկամուտը հաշմանդամության նպաստն է, որով անգամ դեղորայք գնել չի կարողանում։ Ասում է գյուղի սննդի խանութներում մեծ պարտքեր է կուտակել, վերադարձնել չի կարողանում։ Այդտեղ մի կես մի վերջ խանութն ամնացի, եթե որ ասիթա էլ սնունդ չեմ տալի միջով պարտքերի չփակես, մենք մնում ենք զորոյի տակ կաղնած։ Մենակ Ռավոտվանը ոնց է դուրս գալի էկոնոմիա, ռավոտվա սնունդ է։ Ճաշները գնենք հացնում։ Ոնց է դուրս գալի, որ դա խոսքը ամեն 2 ժամից մին, 3 ժամից մին, կամ ժամը մենք համ կոֆեն ենք օգտագործում, որ սնունդը ոնց է գոնլա միջով ճաշը ձգենք։ Մանվելի փոխանցմամբ համայնքապետարանը որոշակի օգնություն տրամադրել է, սակայն խնդիրները չեն պակասել։ Տարեցամուսինները ամեն օր բազմապիսի սոցիալական խնդիրների են բախվում։ Առաջ ես պատը փլվեց, դա շատ վաղուց լակի իմ առաջ վակինն է եղել։ Շատ եմ գնացել, մարզպետարան եմ գնացել, վերևել ենք դիմում գրել ուղարկել, կնդում գալու ենք, բայց են գալու, միջով այսօր է գալիս են։ Այս մեր չերքն ալավերդից են եկել, տան վիճակը, հա, որ ինչով բանը, ես տյանց եմ ասում, տան բանը, ասեցի, չգիտեմ, ոտս կամ ըստից կկտրեն, կամ սենց, կամ էլ ըստից, տանք այդ սայլակն է նշանակել, մետ այդ տեղաշորերն է նշանակել։ Ամրանն ապրուստի միջոց գտնելն ամուսինների համար ավելի հեշտ կլինի, այգին կմշակեն, անտառի բարիքներից կօգտվեն, բայց տունը վերակառուցելու համար նրանց ֆինանսական աջակցություն է պետք։ Это вот надо было браться потом. Я хочу сказать, что на канале եկել բանը էս նկարը հանումներ նեկտարել ելի ինչ ասեմ։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Մեծ Այրում գյուղից։